պես Մոսկվայում տեղ ունեցավ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի նվիրված սիմպոզիում, որի շրջանակներում նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչներ էին առկա, մասնավորապես Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրամյանը, Հայկ Դերզյանը, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը եւ միջոցառման շրջանակներում բավականին հետաքրքիր իրադարձություններ տեղ ունեցան, մասնավորապես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթի ժամանակ ադրբեջանական կողմը փորձեց սադրանքներ հրահարել։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի հետ։ Բարև պարոն Դանիելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մոսկվայում ինչ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք Մոսկվայում տեսանք, թե ինչպես պետք է երկիր ներկայացնող կողմը պահի իրեն, երբ այդտեղ նստած են մարդիկ, ովքեր փորձում են նսեմացնեն մեր պետական շահը եւ խեղաթյուրեն իրավիճակը, տարածելով սուտ տեղեկատվություն եւ խեղաթյուրելով այն իրավիճակը, որը իրականում գոյություն ունի։ Այն է, որ 44 օրյա պատերազմի արդյունքները արդար էին, այն է, որ էթնիկ զտում տեղի չի ունեցել, այն է, որ Արցախում ամեն ինչ մարդասիրական նկատառումներից ելնելով է տեղի ունեցել, որը բացարձակապես իրականությանը համապատասխան չի։ Մենք գիտենք դրա մասին եւ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ բոլոր այն հարթակներում, որտեղ հնարավորություններ ունենք եւ պարոն Շարմազանովը կանխեց ադրբեջանցիների սուտ տեղեկատվության տարածումը, որովհետեւ ինչպես գիտենք 80-ամյակին հաղթանակի 80-ամյակին նվիրված այդ միջոցառումը կազմակերպել էր Միասնական Ռուսաստան կուսակցությունը, որը Ռուսաստանի իշխող կուսակցությունն է եւ հրավիրել էր տասնյակ երկրներից իշխող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչներին, որոնք եկել էին Մոսկվա եւ ստեր էին տարածում, խոսելով հայրենական մեծ պատերազմի մասին։ Պարոն Շարմազանովը ասաց նաև այդ կոնտեքստում, որ ըստ էության դուք որևէ կապ չունեք այդ հաղթանակի հետ եւ նաև գաղափարական առումով կապ չունեք, որովհետեւ ձեր իշխանությունը, ձեր տերորիստական ռեժիմը պղծում է այն ուրեմն հիշողությունը, այո, այն հիշողությունը, որը կա պահպանված է տարբեր տեսքով, հա, հուշարձանների, հուշակոթողների, խաչքարերի, բայց մասնավորապես 80-ամյակին, եթե մենք հղում անենք, հա, 80-ամյակը կերտած հերոս հայորդիների, հա, օրինակ Մարշալ Բաղրամյանի եւ այլ հերոսների, ովքեր կերտել են այդ հաղթանակը, կերտողներից մեկն են եղել, եւ սա մեծամտություն չի, որովհետեւ մենք գիտենք, թե ինչ մասնակցություն է ունեցել հայ ազգը մեծ հայրենական պատերազմի ժամանակ եւ Ադրբեջանը այսօր այդ ժառանգությունը պղծում է Արցախում եւ պարոն Շարմազանովը բացահայտ ասաց դրա մասին, որից հետո սկսեցին փորձ եղավ սադրանք իրականացնելու, որպեսզի պարոն Շարմազանովը չկարողանա ավարտել իր խոսքը, բայց ինչպես տեսանք, այդ խոսքը ավարտվեց հայանպաստ բոլոր ուրեմն շեշտադրումներով եւ նաեւ պարոն Շարմազանովը ուղերձ որը շարունակություններ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի, այն է, որ մեր համար հայկական Արցախի էջը փակված չի եւ դա մենք ասում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում կամ այս մեր հայկական տիրույթում, մեդիա տիրույթում, այլ նաեւ ինչպես տեսակ, մենք դա ասում ենք միջազգային բոլոր հարթակներում, իսկ Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է այն կուսակցությունը, որը աշխարհի տարբեր վեկտորների հետ ունի հավասարակշռված դիվանագիտության փորձ եւ այդ դիվանագիտության մեջ նաեւ կուսակցական դիվանագիտությունն է մտնում, որի մեջ որ ներառվում են շփումները այն կուսակցություններից, որոնք նաեւ այսօր իշխանություն են հանդիսանում, թե Ռուսաստանում, թե Չինաստանում, թե նաեւ Իրանում, Եվրոպայում, այո, մենք բոլոր ուղղություններով Հնդկաստանում
մենք շփումներ ունենք եւ մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար պետք է բարձրաձայնվեն։ Այս խնդիրների բարձրաձայնման եւ չբարձրաձայնման կոնտեքստում նաեւ ուզում եմ հիշեցնել, որ պարոն Աշոտյանը, մեր կուսակցության փոխնախագահ, այսօր նստած է բանտում տնային կալանքի տակ, բայց քաղբանդարկել է եւ քաղհալածանքի է ենթարկում, դա ըստ էության որևէ կապ չունի, այն բանի պատճառով, որ նա խոսում էր նաև եվրոպական տարբեր երկրներում եւ ամենաբարձր ամբիոններից այս ամենի մասին եւ թույլ չէր տալի, որպեսզի այդ ադրբեջանական կեղծիքի եւ ստի մեջ ներգրաված հայկական կողմի սուտը, հա, թույլ չէր տալիս, որպեսզի այդ ստով տարածվի եվրոպական մեր գործընկերների, հա, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների գաղափարը եւ պատկերացումը Հայաստան-Ադրբեջան այս հակամարտության եւ Հայաստան-Ադրբեջան այս քաղաքական զարգացումների մեջ, որպեսզի հայկական կողմից ճիշտ ինֆորմացիա, հա, գնա, որովհետեւ մենք նաեւ այսօր տեղեկություններ ունենք, ես իմ գործընկերների հետ երեք քննարկում եմ ունեցել եւ մենք փաստորեն ունենք հետեւյալ խնդիրը, որ հայկական կողմը հրաժարվում է նաեւ այն բոլոր արձագանքներից, արձանագրումներից Ադրբեջանի վայրագությունների մասին, որ եվրոպական տարբեր ուրեմն դատարաններ, տարբեր կառույցներ, հա, փորձում են հայանպաստ, հա, որոշումներ կայացնել, Հայաստանը ասում է, որ մեզ դա վնաս կլինի, այնպես ինչպես դրանք հրաժարվեցին ՀԱՊԿ-ի հետ համատեղ միջոցառումներին, այո, զորավարժություններից, իսկ զորավարժությունների մասին մենք շատ ենք խոսել եւ զորավարժությունը ըստ էության նշանակում է, որ զորավարժություն են անում այն երկրում, որտեղ հնարավոր հակառակորդի հարձակում են կանխում, հա, այդ նպատակով արվում եւ դա նաեւ քաղաքական մեսիջը տարածաշրջանին, հա, որ ՀԱՊԿ երկրները միասնական զորավարժություն են անում Հայաստանում, բայց Նիկոլ Փաշինյանը ընտրեց ամերիկացիների, ամերիկական կողմի հետ ինչ որ զորավարժություն, որը չգիտենք ինչքանով կապ ունի մեր հետ, եւ հիշելով Բոլթոնի սկզբունքները, որ Հայաստանը պետք է պատմական կաղապարներից հրաժարվի, հիմա գնում է այդ ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է այն սկզբունքներից, որոնք այդ իշխանության համար համարվում էին պատմական կաղապարներ, իսկ պատմական կաղապարների մեջ նաեւ մենք ցավոք սրտի տեսնում ենք, որ ներառվում է մեր ազգային ինքնության վերաբերող տարատեսակ ուղղություններ, եկեղեցի, բանակ, նաև ցեղասպանության ժխտում այդ ուղղությամբ ենք կամաց գնում, այո։ Մենք սա տեսնում ենք եւ արձանագրում ենք եւ թույլ չենք տալիս, ինչքան հնարավոր է, ինչքան հանրապետական կուսակցությունը հնարավորություն եւ լծակ ունի, օգտագործում ենք, որ թույլ չտանք։ Երբ տարածվեց Էդուարդ Շարմազանովի ելույթը, շատ օգտատերեր էին կիսվել, նաև ոգևորվել։ Կային այնպիսի օգտատերեր, ովքեր բնավ չէին հանդիսանում համակիր Էդուարդ Շարմազանովի կամ հանրապետական կուսակցության, բայց նույնպես կիսվել են եւ դրական խոսքերով։ Կարող փաստել, որ հայ հանրությունը կարոտ էր մնացել այսպիսի դրսևորման, որ ինչ-որ մեկը պաշտպանի մեր ազգային շահերը դրսում միջազգային ասպարեզում։ Մենք արձանագրեցինք արդեն, որ Մոսկվայում այդ միջոցառման ժամանակ պարոն Շարմազանովը քաղաքական եւ ազգային master class ցույց տվեց առհասարակ, որովհետեւ այդպես են պաշտպանում երկրի շահը եւ մենք հիշում ենք նաեւ ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցը ուղարկեց Թուրքիայի այդ ժամանակվա իշխանության մոտեցումներով հանդես եկող իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, որ կվավերացնեն կամ չեն վավերացնի արձանագրությունները, այո, մենք այդ քաղաքական գիծը տարել ենք, տանում ենք եւ տանելու ենք, հա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նաեւ ուղերձը շատ հստակ էր 35-ամյակի նվիրված մեր հանրապետական խորհրդի նիստում։ Տեսեք, մեր խոսքը հետեւյալի մասին է։ Մենք պայքարի կողմնակից ենք, պետք է պայքարենք եւ
մենք հանրապետականներս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 18 թվականից սկսած չի, որ պայքարում ենք, հա։ 18 թվականից հետո մենք պայքարում ենք որպես ընդդիմադիր քաղաքական ուժ։ Մինչև 18 թվականը մենք պայքարել ենք որպես իշխանություն եւ այդ պայքարը տվել է մեզ ազգային հարցերի այո, այդ պայքարը մեզ տվել է ազգային հաղթանակներ, ուրեմն ազգ բանակ հասկացողություն, Արցախ, Հայաստան-Արցախ սփյուռք եռամիասնություն, տվել է սպառազինություններ, անվտանգային հնարավորություններ, որոնք օգտագործել ենք նաև քարորիա հաղթանակած պատերազմը կերտելու համար, նաև Հայաստանի Հանրապետությունում մեր սերնդակիցների մոտ վստահություն Հայաստանի Հանրապետությունում ապրելու վաղվա օրվա հետ կապված մեզ տվել է նաև այո, մեզ տվել է նաև այն հնարավորությունը, որ ես եւ դուք հարգելի պարոն Ֆիդանյան, չենք իմացել երբեք Զանգեզուրի Միջանցք եզրույթի մասին ուսումնասիրել ենք պատմություն, դպրոցում սովորել ենք համալսարանում, չի եղել այդ եզրույթը, որովհետև Զանգեզուրի Միջանցքը թուրքերը եւ ադրբեջանցիները իրենց երազում չէին կարող տեսնել նախագահ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում։ Էդուարդ Շարմազանովը տարածքային ամբողջականություն տերմինալ համարյա չենք օգտագործում։ Այո։ Էդուարդ Շարմազանովը այդ արժեքների, այդ գաղափարների կրողն է եւ հանրապետականները ոչ թե խոսքով են դա, հա, խոսքով են դավանում հայրենասիրությունը եւ ազգային արժեքները, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի իշխանությունների շրջապատում եւ Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում եւս մենք երբեք թույլ չենք տվել, թույլ չենք տա եւ թույլ չենք տալու, որպեսզի հայկական շահը ինչ որ պետություն փորձի շրջանցել կամ խաբեություն տարածի, որը եւս հանրապետականները թույլ չեն տվել, հա, սրա համար այո դուք նշեցիք նաեւ որ կիսվում էին մարդիկ, ովքեր կապ չունեն հանրապետականի հետ, հենց մեր խոսույթը կայանում է հետեւյալում, որ մենք ազգային պայքարը չենք ուզում կուսակցականացնենք, հա, այո մենք ազգային պայքարը առանձնացնում ենք, որովհետեւ հանրապետական կուսակցությունը ազգային կուսակցությունն է, պահպանողական կուսակցությունը, ով նորից եմ ասում, դա հավանում է հայկական արժեքների պահպանումը, որի մեջ որ մտնում է նաև հայկական Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, իրացման հարցը, որի մեջ մտնում է հայկական ապագան վերականգնելու հարցը եւ մենք ասում ենք, որ մեր համար պաշտոնները, վարչապետները եւ մնացած նյուանսները, հա, որոնք որ առաջնային չեն, մեր ընկալումը մեջ դրանք այո առաջնային չեն։ Առաջնայինը ազգային գաղափարախոսությունը եւ ժողովրդի միասնականությունը։ Այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հանրապետական կուսակցության 35-ամյակի նվիրված խորհրդանիստում, որտեղ ասվում է հետեւել մի քանի ուղղությունը կոնկրետ։ Պետք է վերականգնվի անվտանգային համակարգը, բանակը, պետք է վերականգնվի դիվանագիտական բլոկը եւ դիվանագիտությունը ճիշտ վարվի եւ պետք է վերականգնվի համերաշխությունը, որը մենք ունեցել ենք, այո, մենք ունեցել ենք մինչեւ 2018 թվականը, մարդիկ կհիշեն, թե ինչպես ենք օրինակ մենք ընդունել 2016 թվականի ապրիլի պատերազմը, որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, թե ինչ ազգային միասնություն էր աշխարհում եւ Նիկոլ Փաշինյանից հետո ինչ բևեռացված հասարակություն ստեղծվեց եւ պայքարի էությունը մեր անփոփոխ է։ Մենք պայքարում ենք հայկական խրամատում, հա, որպեսզի հայկական շահը սպասարկենք, որպեսզի թույլ չտանք, որպեսզի նսեմացվի հայկականը։ Եվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով ասել է, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել եւ մենք մեր քայլերով վերահաստատում ենք դա ամեն օր, որ ինքը նախագահ Սարգսյանը երբեք չի լքելու խրամատը, որը պահում է հայկական պետականությունը։ Այդ հայկական պետականության խրամատի մեջ ոչ պաշտոնների անուններ կա, ոչ է ինչ որ իշխանական կամ ընդդիմադիր այդ քննարկումները կամ խոսակցությունները, հա, այդտեղ կա հայկական շահը։ Իսկ այսօր հայկական շահը ասում է այն բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից։ Քայլեր պետք է ձեռնարկվի պայքարի միջոցով, օգտագործելով բոլոր հնարավորությունները սահմանադրությամբ տրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է այդ իրավունքը ընտրելու եւ համարելու, որ ինքն է իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ 2018 թվականին ժողովրդից խլեցին իշխանությունը իշխանազավթման արդյունքում եւ խաբեությամբ ստեր տարածելով
Նիկոլ Փաշինյանը եւ իրեն ուղեկցող տարբեր քաղաքական խմբավորումներ եկան իշխանության ուզուրպացիայի։ Ուզուրպացիան տեղի ունեցավ նաեւ գաղափարապես, որովհետեւ նրանք ուզուրպացրեցին ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ գաղափարական, հասարակական տիրույթները, որտեղով որ այսօր սնուցվում է այդ fake տեղեկատվությունները, որ տարածվում է կեղծիքի հետ համեմում են փոքր ճշմարտություն, 10% ճշտի հետ 90% Գեբելսյան սխեմայով օգտագործում են այդ կեղծիքները եւ ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է, մենք գնում ենք խաղաղության օրակարգով, հանրապետականները եւ ազգային ուժերը այլ ռևանշիստներ են, ովքեր պատերազմ են ուզում, բայց այս կոնտեքստում պետք է մենք ֆիքսենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղաղության կուսակցության նախագահը ոչ թե պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտության սիմվոլ է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ սա պատմական ճշմարտություն է։ Ադրբեջանը վերջին 1 ամսվա ընթացքում շարունակաբար կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ, վնասելով սովորական մարդկանց տների տանիքներ։ Մենք տեսնում ենք, որ հայկական կողմը որևէ գործողություն չի ձեռնարկում եւ ավելին Փաշինյանը ինքը հայտարարեց, որ բանակին հրամայել է չկրակել։ Ձեզ ներկայումս ինչ է տեղի ունենում սահմանում, այդ հատվածներում, ինչ վտանգներ են առկա մեր գլխին եւ երեք տեսեք Էստոնիա կատարած այցի ժամանակ իր պաշտոնակցի հետ մամլոասուլիսում նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ԵԱԿ Մինսկի խումբը լուծարել, այսինքն արդեն նա խոսում է դրա մասին ոչ թե ներսում, ոչ միայն ներսում, այլ դրսում։ Այո։ Մենք պետք է ֆիքսենք մի քանի կարևոր ուղղություն։ Այդ ուղղությունների մեջ մտնում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, ազգային ինքնության ուրացումը առհասարակ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ մեր բարեկամ պետությունների, այսինքն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ մնացած մեր բարեկամ պետությունների հետ հարաբերությունների խալխլումը, սխալ դիվանագիտությունը, միտումնավոր հարաբերությունների խզումը եւ տորպեդահարումը քաղաքական առումով այս կամ այն ձևաչափով մեր գործընկերներին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը սխալ կառավարման արդյունքում մեր տնտեսությունը սարքել է շատ նուրբ։ Այդ նուրբ տնտեսությունը այսօր 60% եւ ավելի սպառում ունի ԵԱՏՄ-ի շուկայում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք պետք է հրաժարվենք ըստ էության ԵԱՏՄ-ից եւ Եվրոմիության ինտեգրացիա սկսենք, որը կեղծ ինտեգրացիա է, որովհետեւ հանրապետական կուսակցությունը ժամանակին երբ կնքում էր ՍԵՊԱ-ի պայմանագիրը եւ իրական եւ տարբերակ էր բերում քաղաքական դաշտ եւ աշխարհակաղակական դաշտ, որը արդեն իսկ ընդունված էր ըստ էության, որովհետեւ մենք եւ ԵԱՏՄ-ում էինք եւ շատ մեծ բարդությամբ նախագահան մեծ ջանք է գործադրել, որ մենք հայտնվել ենք ԵԱՏՄ-ում եւ ՍԵՊԱ-ի էինք կնքել։ Նիկոլ Փաշինյանը այդ ՍԵՊԱ-ի հետ կապված որևէ բան չի արել այս 7 տարվա ընթացքում, որը Հայաստանին կարող էր մեծ հնարավորություններ տալ եւ ինտեգրացիան, որը պետք է լիներ իշահ Հայաստանի Հանրապետության, այսօր Նիկոլ Փաշինյանը անում է Հայաստանի Հանրապետության հաշվին եվրոինտեգրացիա, որը կեղծ ինտեգրացիա ուկրաինացում է ավելի շատ Հայաստանի, քան եվրոինտեգրումը, որովհետև ըստ էության մեզ այնտեղ չեն սպասում, մեզ չեն հրավիրում այնտեղ, մեզ ասում են դուք պետք է հակառուսական ճամբարի մաս դառնաք եւ հակառուսականություն տարածեք, որի արդյունքում մենք կապահովենք Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը, որ Սամսոնյան Նարեկին գլխով կխփեն ասֆալտին, մենք կասենք, որ դա նորմալ է, որ Աշոտյան Արմենին կտանեն 2 տարի կփագեն, մենք կասենք, որ որևէ քաղաքական գործընթաց այդտեղ չենք տեսնում, թեև եվրոպական շատ կառույցներ ֆիքսել են, որ Արմեն Աշոտյանը քաղբանդարկել է, բայց դեսպանատները եւ շատ կառույցներ, որոնք այն ժամանակ միջև 18 թիվը կարձագանք էին, այսօր չեն արձագանքում, որովհետեւ ունեն
երկակի ստանդարտներ, հա, ինչ որ բան որ իրանց ձեռնտու է արձագանքում են, ինչ որ օրինակ մեր վրա որ զարեի երեքներով կրակում էին, որևէ ձև չենք արձագանք լսել, ոչ ԱՄՆ դեսպանատնից, ոչ եվրոպական այլ երկրներից, որևէ դեսպանատնից չենք լսել արձագանք, որ ժողովրդի վրա չի կարելի կրակել, որովհետև դա սահմանադրությամբ նախատեսված չի։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը արտաքին խաղացողների համար ձեռնտու է եւ նրան ստիպում են, որպեսզի նա քաղաքական ռևերանսներ անի, հա, աշխարհաքաղաքական ռևերանսներ անի Ռուսաստանի հաշվին, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հաշվին, բայց ամենակարևորը նա անում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հաշվին այդ ռևերանսները եւ Ադրբեջանի սանձարձակ վերաբերմունքը եւ այո վարվելակերպը խոսում է այն բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը անատամ քաղաքականություն է վարում։ Ուղղակի դրա վառ ապացույցը օրեր առաջ մենք տեսանք Մոսկվայում, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչների խոսքը փորձվում էր կանխվել Ադրբեջանի կողմից, հա, փորձում էին կանխել հայկական կողմի խոսքը, ճշմարտությունը, որ ասում էին, մեր պատվիրակությունը ի պատիվ բոլոր ներկայացուցիչների, նաև դուք նշեցիք այլ մարդկանց, Իվետա Տոնոյանը եւս իր խոսքում ելույթի ժամանակ եւս թույլ չտվեց, որպեսզի այդ սադրանքները, որոնք փորձում էին տեղացնել, մենք միասնական կարողացել ենք այնտեղ շատ ճիշտ քաղաքականություն ցույց տալ, թե ցուցադրել ճիշտ քաղաքականություն, թե արտաքին քաղաքական զարգացումները ինչպես պետք է ապահովի այս կամ այն պետությունում, հա, հայկական կողմը։ Նիկոլ Փաշինյանից մենք տեսնում ենք, այո, որտեղ որ պետքա լռել իրանք լռում են իրանց համար, հա, օրինակ այդտեղ իրանք եթե լինեին, երևի այս ադրբեջանցիները մտածում էին դե որ հանրապետականները չէին այդտեղ, այլ ԿՊԱ-ականները կլինեն, որովհետև այդտեղ իշխանության ներկայացուցիչներն էին աշխարհի տարբեր երկրների եւ շփոթել էին մեզ ԿՊ-ի հետ, մտածում էին, որ մենք էլ պետքա ԿՊ-ի նման լուր նայենք, թե ոնց են ոտնահարվում հայկական շահերը, բայց ինչպես տեսանք, այդպես չեղավ, այլ եղավ այնպես, ինչպես եղել է միշտ, որ մենք պահել ենք մեր այդ հայկական խրամատը, որ ասում են, որի մեջ որ պահվում է հայկական պետականությունը, որի մեջ ներառվում է նաեւ Արցախի չփակված էջը։ Այդ մարդիկ այսօր Նիկոլ Փաշինյանին արագացնում են, շտապացնում են նրան, ասում են սահմանադրություն փոխի, այս արայնայինները, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ նա չի կարող սահմանադրություն այսօր փոխել, որովհետև չունի այդ հանրային աջակցությունը։ Այն խնդիրը, որը նա պետք է լուծի, կարող է լուծվել արտահերթ ընտրություններով։ Նա պետք է գնա արտահերթ ընտրությունների, որպեսզի կարողանա ձևավորի այդ սահմանադրության փոփոխություն, ընտրություն եւ այլն, նա այսօր հասկանում է, որ նրա անկած վարկանիշի պայմաններում, նրա անկած վարկանիշի պայմաններում նա չի կարող դա ձևավորել։ Հիմա մենք որպես ընդդիմություն, որպես ազգային ուժ քայլեր ենք ձեռնարկել եւ ձեռնարկում, որպեսզի ժողովրդին բացատրենք, ժողովրդի հետ խոսանք, միասնականություն լինի։ Տեսեք, միասնականություն շատ են խոսում ընդդիմադիր այլ ուժեր առանձնանալու, տարանջատվելու եւ այլնի մեջ, հանրապետական կուսակցությունը տարանջատված է։ Մենք միասնական չենք եղել։ Մենք առանձին կուսակցություն ենք, այսինքն ամբողջ գաղափարախոսությամբ միասնական չենք եղել։ Իհարկե, միասնական փողոց ենք փակել, կռիվ ենք արել փողոցում, մարտավարական առումով։ Հա, մարտավարական առումով որոշ հատվածներում մենք միասնական եղել ենք, այո, իհարկե, բայց մեր գաղափարական առումով որպես կուսակցություն, մենք ունենք մեր կուսակցության գաղափարախոսությունը, ունենք մեր կուսակցության քաղաքական գիծը, որը ենթադրում է այն ուղղությունները, որը ասաց երրորդ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 35-ամյակին կուսակցության խորհրդի, որի մասին նախագահան խոսել է հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, մենք բոլոր ժամանակահատվածում պարզ ենք խոսում։ Հիմա տեսեք, Հայաստանի իշխանապողության բանալին ոչ թե ժողովրդի ոչ թե ընդդիմության միասնականության մեջ է, այլ ժողովրդի եւ ընդդիմության միասնականության մեջ է։ Այսինքն կարող է լինել մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, ում ժողովուրդը կսատարի եւ կարող է լինել 50 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, ում ժողովուրդը չի սատարի եւ տեղի չի ունենա իշխանապողություն։ Հիմա այս կոնտեքստում հանրապետական կուսակցությունը շատ են ասում, նախագահան ասաց, որ պայքար են անելու եւ քաղաքական խոսել։ Այդ քաղաքական գործընթացների մասին, որ նախագահան ասել է, նախագահան ասում է դրանց մասին երկար ժամանակահատված ենք մենք դրան տրամադրել
գործնական առումով, հա, մենք պայքարի մեջ ենք։ Մենք այսօր հանգստի մեջ չենք, որ մարդիկ ասում են, որ դուք ինչ որ նոր ծրագիր ունեք եւ այլն, հա, մենք մեր քաղաքական ծրագիրը ունեցել ենք եւ ունենալու ենք։ Երրորդ նախագահը հայտարարեց, որ պահը հասունացել է։ Ինչպիսի process-ներ եք կանխատեսում այդ համատեքստում եւ քաղաքացուն ինչ ուղերձ կհղեք։ Ես կանխատեսում եմ տեսանելի ապագայում քաղաքական գործընթացներ, որոնք կարող են լինել համեմված փողոցային պայքարով, ժողովրդի միասնականության դեպքում։ Եթե ժողովուրդը եւ քաղաքական գործիչները ձևավորեն մի օրակարգ, որ ժողովուրդը ընդունի քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործիչների օրակարգը։ Հիմա այդ օրակարգի մեջ մենք ներառում ենք բոլոր ուղղությունները սահմանադրական, որոնք նախատեսված են։ Դրանց մեջ մտնում է եւ արտահերթ ընտրությունները, եւ հերթական ընտրությունները, եւ իմպիչմենտը, եւ փողոցային պայքարը հրաժարականի փողոցային գործընթացներով, հա, խաղաղ անհնազանդության ակցիաներով եւ այլ գործիքակազմով հրաժարականի հասնելը եւ այլն։ Մենք սա արել ենք 2018 թվականից։ Բոլոր ուղղություններով։ Այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունը նախաձեռնություն չունի։ Մենք նախաձեռնությամբ հանդես չենք եկել։ Երբ որ ժամանակը եւ պատեհ պահը կգա նախաձեռնությամբ հանդես գալու, մենք հանդես կգանք մեր նախաձեռնությամբ եւ կասենք, որ այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությունն է։ Եվ մենք առաջարկում ենք հետեւյալ ճանապարհային քարտեզը A կետից B կետ գնալու համար մեզ պետքա այսինչ բաները օգտագործել։ Բայց այս ընթացքում գործընթացները, որոնք ձևավորվում են, մենք չենք համարում անհնար, մասնավորապես իմպիչմենտը, հա։ Իմպիչմենտի 20 եւ ավելի աշխարհում օրինակներ կա, որոնք որ տեղի են ունեցել, հա։ Հիմա եթե այս մարդիկ, ովքեր որ նախաձեռնում են իմպիչմենտը, կարողանալու են հակառակ կողմից հաջողության հասնել, մենք երկու ձեռով կողմ ենք այդ հաջողությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելը, թե ոնց կհասնեն դրան, մենք պատրաստ ենք օգնենք յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժի, քաղաքական անհատի, ով այս գործընթացը կիրականացնի, հա, թե որովհետև մենք ոչ թե խոսքով, այլ գործով ցույց ենք տվել։ Բացարձակապես առանց որևիցե ամբիցիայի գնացել ենք եւ նստել ենք եւ կարակել են վրեկներս եւ միջև հիմա նստած ենք Աշոտյանի դեմքով եւ քաղաքական տարբեր հետապնդումների ենք ուրեմն քաղաքական հետապնդումներ են մեր նկատմամբ արել, մեր նախագահի փակված շինծու գործը, որ կարված էր նախագահ Սերժ Սարգսյանի վրա, եւս վերաբացվել է։ Մենք այս ամեն ինչի միջով անցնում ենք, օքեյ։ Մեր համար դա նորմալ է։ Մենք չենք հիմա այտենց հանգստի process-ի մեջ, հա, օրեր առաջ վերաբացվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա քրեական գործ, հա, որը որ փակել էր դատարանը, Նիկոլ Փաշինյանը հրամանատավ է իհարկե ուզուրպացված դատաիրավական համակարգին, որպեսզի նոր, հա, որ Տարոն Մարգարյանի վրա նոր գործընթացություն եւ տեսնում ենք ինչ են անում հիմա իրանք։ Տեսեք, մեր խոսքը հետեւյալն է։ Մենք քաղաքական որևէ գործընթացին դեմ չենք, այսինքն նաեւ ընտրություններին, բայց Գյումրու ընտրությունների մասով տեսնում եք, որ 70 տարեկան տիկնոջ են կալանավորում, հա, կնոջ կալանավորում են, շինծու քրեական գործեր են հարուցում եւ նայելը, որ Գյումրու ընտրությունները որպես փարոս կարող են հանդիսանալ քաղաքական ուժերի համար, համապետականի ժամանակ սպეციფიკան լրիվ այլ է լինելու եւ ռեպրեսիոն սխեմաները լրիվ այլ են լինելու։ Դրա համար ընտրություններին 2021-ին տեսանք։ Այո, դրա համար ընտրություններին մասնակցությունը եւս պետք է լինի քաղաքականացված process ժողովրդի աջակցությամբ, հա։ Այդ ժողովրդի աջակցությունը հիմա կլինի իմպիչմենտի գործընթացի ժամանակ, փողոցային գործընթացի ժամանակ, թե ինչ գործընթացի ժամանակ, մենք պետք է անենք բոլոր ուղղություններով, բայց երբ որ մենք կունենանք արդեն ճանապարհային քարտեզը, որը որ մենք կասենք, կներկայացնենք հանրությանը, կամ կասենք ժողովուրդ ջան, մենք հիմա այսինչ գործընթացի մեջ ենք, եկեք միացեք, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա, մենք դրա մասին կհայտարարենք, բայց այսօր, այո, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, հնարավոր է ժողովրդի աջակցությունը միացնել իմպիչմենտի գործընթացին
impeachment-ի գործընթացին, սկսել, այսինքն կոպիտ ասած, սենց ասեմ։ Մենք այսքան ժամանակ փողոցից գնացել ենք ազգային ժողով, հա, փողոցում գեներացրել ենք ինչ-որ անհնազանդության ակցիաներ, որը պետքա ծներ ազգային ժողովի գործընթաց։ Հիմա այս մարդիկ, ովքեր նախաձեռնել են, ազգային ժողովից են փորձում գործընթացը բերել փողոց։ Ես դա իմ դիտարկումն է, ես տենց եմ տեսնում։ Եթե իրանց մոտ կհաջողվի, մենք երկու ձեռով կողմ ենք, ինչու՞մ է խնդիրը։ Եթե չի հաջողվի, կշարունակենք պայքարել, որովհետև քաղաքականությունը մեր երկրում այսօր պայմանավորված է անզիջում պայքարով, հա, եթե այս մի բանը չի ստացվում, պետք է շարունակենք ուրիշ բան անել, որովհետև եթե նայենք, որ չստացվելուց հետո պետք է հրաժարվենք կամ հանձնվենք, քանի անգամ փողոցային պայքար ենք արել, չի ստացվել։ Այսինքն պետք է ասենք, վերջ, մենք հանձնվում ենք, Նիկոլ Փաշինյանը հաղթել է, մեր երկրի բանալիները տանք իրանց, ասենք գնացեք ինչ ուզում եք արեք, ինչքան էլ չստացվի, մենք պետք է պայքարենք, պետք է չհանձնվենք, որովհետև հուսահատությունը մեղք է, մենք իրավունք չունենք հուսահատվելու եւ մենք այդ տրամաբանության մեջ մեր պայքարը տանում ենք, հա, նորություն չի, որ հանրապետական կուսակցությունը պայքարի խրամատում է եւ առաջամարտիկ է յուրաքանչյուր պայքարի։ Կան մարդիկ, ովքեր սիրում են կողքից խոսալ քաղցր բաներ են խոսում, որ պայքարել եւ այլն, մենք ոչ թե խոսում ենք, այլ գործում ենք։ Բոլոր ուղղություններով կարող են մարդիկ քրոնոլոգիա ստեղծել, այդ քրոնոլոգիայով նայել 2018 թվականից դժվար, ամենաբարդ պայմանները, որոնք եղել են փողոցային պայքարի ընթացքում, թող տեսնեն, այնտեղ գերակշռում են, որ կուսակցությունները առնվազն հանրապետականը, այդտեղ առաջամարտիկա երկը չեմ ասում, մենակ մենք ենք եղել, մեր ընկերներն են եղել տարբեր կուսակցություններից, բայց մենք առաջամարտիկ ենք եղել, կանք եւ վստահաբար լինելու ենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը, ԾՍՏ Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, կհանդիպենք։